այսօրվա կամ ինչպես սրանք են սիրում կրկնել իրական Հայաստանին։ Աշխարհակական առումով մենք մեկուսացած ենք։ Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամը թաքցվում է կամ մինչև այս վերջին 2-3 օրը թաքցվում էր հեշտ փողերի եւ արհեստական խթանիչների վրա ադրսրած ապրանքաշրջանառության հետևում։ ՀԱՊ անդամակցությունը սառեցված է, բայց մենք ոչ միայն անվտանգության երաշխիք չունենք որևէ տեղից։ Հարևան Իրանի հետ երբեմնի բարիդրացական հարաբերությունները վերածվել են վախվորած անդեմ հարաբերությունների, երբ վախենում են անգամ ժամանակին ցավակցություն հայտնել այդ երկրի հոգևոր առաջնորդի եւ ռազմաքաղաքական ղեկավարության մի շարք ներկայացուցիչների զոհվելու կապակցությամբ։ Եվրամիության դիտորդական առաքելությունը արդեն համոզվել ենք, դիտում է, բայց չի պաշտպանում։ Ու դեռ հարց է, թե ինչ ճակատագիր կունենա ապագայում։ Ամերիկյան գործընկերությունը, որը հայտարարվեց մեծ աղմուկով, պայմանավորված է կես խաղաղության օրակարգի, նույնն է թե ամենօրյա սպառնալիքի ներքո Ադրբեջանի նվաստացուցիչ պայմանների ընդունմամբ, որից մենք ոչինչ չենք ստանում։ Փոխարենը մեր իսկ ինքնիշխան համարվող տարածքում հայտնվում ենք չափազանց մեծ վտանգների առաջ։ Եվ եթե որևէ մեկը կպնդի, թե Միացյալ Նահանգների նման հզոր պետության ղեկավարն է այդ խաղաղության երաշխավորը, ապա այստեղ ես հարց ունեմ, այդ դեպքում ինչու են լռության մատնվում Ալիևի հանրային ելույթներում Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ հավակնությունները, ուղիղ սպառնալիքները, թե դրանք կոնֆլիկտ հրահրելու վտանգ չեն պարունակում, իսկ Հայաստանում անկախության հռչակագրին սահմանադրության մեջ հղում անելը, նույնիսկ պատարագի ժամանակ Արցախի Հանրապետություն բառակապակցության արտաբերումը պատերազմի կոչ է համարվում որոշ անմեղսունակ վախկոտների համար։ Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո արգելվելու է արտաբերել նաև Հայաստանի Հանրապետության բառակապակցությունը, փոխարենը ոչ կոնֆլիկտային է համարվելու Արևմտյան Ադրբեջանը, բա հո խաղաղությունը հարվածի տակ չեն դնելու։ Միգուցե